Լինում եք քվեարկելու Փաշինյանին։ Կնշեք մի քանի բան, որից հատկապես գոհ եք, որ Փաշինյանը Ես թոշակառու եմ։ Դրանից առաջ մեծ վիրահատություններ եմ տարել լրիվ վճարովի։ Հիմա անվճար պետք է գնամ վիրահատման։ Թոշակս բարձրացել է։ Իրա ժամանակ եմ անցել թոշակի, որ դրանից առաջ մի 3 տարի ինձ ասեցին չի հասնում քեզ, բայց ինքը ընտրվեց, հասավ չհասկացա ինչպես։ Մի խոսքով վատ բան չեմ տեսել, երեխեք ջան։ Իսկ ինչ կարծիք ունեք, որ բանակը դարձավ 1.5 տարի։ Դա շատ լավ է ծնողի համար, ես ինքս ծնող եմ, 2 տարի իմ տղան Ղարաբաղ է ծառայել, գիտեմ, որ շատ լավ է ծնողի համար։ Հավատում եք խաղաղությանը։ Այո, ասեցին հանձնեցին, ասեցին եկեղեցին այնտեղի մերը չեղավ, ախր չի կարելի այդքան ստել, այդքան չի կարելի ոչ թե ստել, այլ մարդկանց այսպես խուճապի մատնել, մարդկանց հոգեկանի հետ խանգարում են ստանում մարդիկ, չգիտեն որ կողմը լսեն, չի կարելի։ Երեխեք ջան, աշխատենք լավ բանը տեսնել, որպեսզի լավ լինի, ինչքան վատը տեսանք, այնքան վատ է լինելու։ Քոչարյանի մասին ինչ։ Ոյ, խնդրում եմ իր մասին ոչինչ չասեք, որովհետև իր տարիներին ոչ մի լավ բան չեմ հիշում։ Ոչ մի գոնե մի բան ասեմ, այդ մի բանը ես իր տարիներին, դե տարիքս քիչ չի, 65 տարեկան եմ, ինչ որ մի լավ բան եմ հիշում, չեմ հիշում։ Հանձնեց մեր լավ կառույցները, հանձնեց Ռուսաստանին, ունեցանք 27, ունեցանք մարտի 1, մի խոսքով բավականին մահեր ենք ունեցել իր ժամանակ, որ ասում եմ մի լավ բան գոնե այդպես ուզում եմ մտաբերեմ, չեմ կարողանում։ Իսկ Սամվել Կարապետյանի մասին ինչ կասեք։ Սամվել Կարապետյանը պարզապես ընկավ իրանց ոնց որ ասած թակարդը, որովհետև Սամվել Կարապետյանը բիզնեսմեն էր, թող այդպես էլ շարունակեր իր գործը։ Պետք չէր այդ քաղաքականությունը շատ կեղտոտ բան է։ Շատ պետք չէր, ուղղակի իր անունը ոնց որ դուրս եկավ, ժողովուրդը սկսեցին բաց տրամադրվել իր հանդեպ, որովհետև ասում եմ, մենք գիտենք, որ Սամվել Կարապետյանը չի, դա Քոչարյանն է։ Ենթե ձայնը տվեցին Սամվել Կարապետյանին, այսինքն ձայնը տալիս են Քոչարյանին։